Հոմանը նիստի ընթացքում նաև ահագին մեծ ուշադրություն է դարձվել վեճերի կարգավորում օրակարգային հարցերին, մասնավորապես արբիտրային ցանկերի, ուրեմն դրույթներին։ Վերջին նիստում նաև քննարկել ենք օրենսդրական բարեփոխումներին, ուրեմն վերաբերվող հարցեր եւ ըստ էության կոնյակի աշխարհագրական նշումի հետ կապված, ուրեմն նշեմ, որ հիշեցնեմ, որ այս ծրագրի նպատակն է հայկական կոնյակ ապրանքանիշը վերադիրքավորել որպես հայկական բրենդի կամ Armenian բրենդի եւ այս GI-ի ուրեմն համար GI-ի ստեղծման համար մենք աշխարհագրական նշման ստեղծման համար մենք բավականին աշխատանք ենք հիմա իրականացնում Եվրոպական միության գործընկերների եւ այս կոնտեքստում քանի որ նախորդիվ հարց չեց այստեղ ավելի Այսինքն համաչափ կարևոր է ոչ միայն այդ 2.9 միլիոն եվրոն, այլ նաև այն, որ այդ 2.9 միլիոն եվրոյի հետ մեկտեղ իրանք մեզ օգնում են այդ ճանապարհը անցնենք, որովհետև օրինակ հիմա դեպք կա, մեզ համաշխարհային բանկը ասում է, ես քեզ կտամ 30 միլիոն դոլար, որ դու օրինակ ագրո արդյունաբերությունը զարգացնես։ Ես ասում եմ, եթե դուք դրա հետ կտաք գրանտ, որ կուղեկցի այդ process-ը անենք, տվեք, կվերցնենք, կմտնենք այդ process-ի մեջ։ Եթե պիտի մենք անենք, այդտեղ արդեն խնդիրներ կա, որովհետև այդ դրա կարողության հետ կապված կարող են առաջանալ որոշակի հարցեր։ Այսինքն այդ աջակցությունները իրենք դրանով են շատ ուրեմն կարևոր։ Ուզում եմ նշել, որ ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի այդ ոլորտային համագործակցության մասով էկոնոմիկայի նախարարության ներքո ուրեմն 22 ճանապարհային քարտեզի կետեր կան եւ 50 կետերի մասով նախարարությունը կատարող է, այս պայն ամփոփվել եւ վերջնականացվել են որակի ենթակառուցվածքի զարգացման ուղղված 2 կետերը, մակրոտնտեսական վիճակի գնահատման, մակրոտնտեսական դիագնոստիկայի, ոլորտային եւ շուկայական վերլուծությունների իրականացման համակարգի արդիականացման ուղղված 16-րդ կետը, զբոսաշրջության նոր օրենքի մշակման ուղղված 145 եւ 151-րդ կետերը, նորարարական քաղաքականության զարգացման ուղղված 17-րդ կետը, ՓՄԶ-ների զարգացման համար ռազմավարության արդյունավետ իրականացման ապահովման ուղղված 18-րդ կետը, գործարար ներդրումների եւ գործարար միջավայրի բարելավման ուղղված 19-րդ կետը, այստեղ պետք է նշեմ, որ մի կարևոր կետեր կար, որը ազգային ժողովի հետ համագործակցությամբ ենք արել, եթե կհիշեք Եվրոպական միության 4 դիրեկտիվ ենք այս տարի արդեն իսկ վավերացրել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում, սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում, գովազդի մասին օրենքում փոփոխություններով եւ ուզում եմ նշել, որ եւս 2 դիրեկտիվ արդեն շուտով կգա ազգային ժողով եւ մեկն էլ մի փոքր ավելի ուշ, այսինքն այդ աշխատանքները շարունակաբար են, երկուսը պատրաստ է, արդեն էկոնոմիկայի նախարարությունը դուրս է եկել, միջգերատեսչական կարծիքները ստացված եւ մեկը դեռ այդ process-ի մեջ է, այսինքն այդ տնային աշխատանքի իրականացումը մեր համար շարունակական աշխատանք է։ Կան նաեւ հայտնի ծրագրեր, որոնց մասին բնականաբար գլխադասային հանձնաժողովը շատ ծանոթ է, մենք այդ դրանց իմպլեմենտացիան ենք անում, օրինակ TAEX-ը, այս պայդրությամբ իրականացվել է բժշկական լաբորատորիաների հավատարմագրում, բուսական նյութերի հավաստագրման մեթոդաբանություն, ԵՄ ստեղծագործական կենտրոնների կառուցվածքներ եւ քաղաքականություն թափառող շների վերահսկում որպես կենթանաբանական հիվանդությունների աղբյուր, այս 4 TAEX ծրագրերը եւս 3 հայտ ունենք այս պահին եւ աշխատանքների մեջ ենք, որպեսզի այդ TAEX-ներն էլ իրականանան։ Եվրոմիության հետ շատ ակտիվ աշխատում ենք արտահանման դիվերսիֆիկացիայի աջակցման ծրագրի շրջանակներում, ծրագիրը իրականացվում է վերակառուցման զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ, ծրագրի շրջանակներում ՎԶԲ-ի կողմից աշխատանքների ներգրավել են 2 փորձագետ, նրանք վճարվել են Եվրոպական միության կողմից եւ բավականին լավ փաստաթուղթ ենք մեր կարծիքով ունեցել, որը ընդունվել է արդեն կառավարության կողմից եւ 25-30 թվականների մեր արտահանման դիվերսիֆիկացիայի աջակցության ծրագիրն է։ Իրականացնում ենք նաեւ կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծրագիրը, կապիտալի շուկայի զարգացման եւ իհարկե որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացումը։ Եվ ամփոփելով նշեմ, որ ըստ էության իհարկե սա մի քիչ ավելի գլոբալ աշխատանք է, բայց
Մեր աշխատանքների արդյունավետության լավագույն ցուցիչը դա հրապարակվող ցուցանիշներն են։ Եվ այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակել է սեպտեմբեր ամսվա ցուցանիշը, մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.5%-ով, երկնիշ աճ ունենք եւ հունվար սեպտեմբերը 7.6%-ը, այս եւ ունենք արագացում աճի արագացում, եթե առաջին ամիսներին դա դանդաղ էր, ապա արագացում ունենք եւ իհարկե սա բնականաբար մեր գործարար համայնքի տնտեսության մեջ ներգրաված բոլոր անձանց կառավարության, այդ թվում մեր նախարարության քաղաքականությունների արդյունքն է եւ իհարկե նաեւ կառավարող ուրեմն մեծամասնության աջակցություն առանց կառավարող մեծամասնության աջակցության դա տեղի ունենալ չէր կարող, որովհետև բոլոր օրենքները, մեր բյուջեները, մեր բոլոր ռազմավարությունների իմպլեմենտացիաները ըստ էության հաստատվում են կառավարող մեծամասնության կողմից եւ դրա համար իհարկե շատ շնորհակալություն նաեւ ձեզ։ Դեռևս այսքանը մնացած հարցերին փորձեմ պատասխանել, մնացած դեպքերում փորձեմ հարցերի տեսքով պատասխանել։ Շնորհակալություն, պարոն Պապոյան, շատ կարևոր աշխատանք եք անում եւ հատկապես աշխարհագրական նշումների հետ կապված շատ կարևոր է այդ խոսակցությունը ունենալ, հաշվի առնելով, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով մենք 25 տարի ժամանակ ունենք ընկման պահից, այսինքն 17 թվականից 9 տարին արդեն անցել է, 16 տարուց հետևաբար մենք պիտի ամբողջությամբ արդեն հրաժարված լինենք